Այս գրքում ուրեմն պատմական եւ իրավական գնահատական է տրվել նաեւ Կարսի պայմանագրին եւ ցույց է տրվել, որ դա ապօրինի ուրեմն փաստաթուղթ է, ըստ էության Մոսկվայի ապօրինի գործարքի հավելված է որակված այս գրքում, որովհետեւ տառացիորեն կրկնվում են հոդվածները եւ փաստորեն Խորհրդային Հայաստանի վզին փաթաթվեց այդ պայմանագիրը եւ վեր են հանվում կոնկրետ միջազգային պայմանագրային իրավունքի այն կետերը, որոնք կոպտորեն խախտվել են Կարսի պայմանագիրը ստորագրելիս։ Ես չէի ուզենա շատ ծանրանալ, ուրեմն գրքում մանրամասն ներկայացված է։ Հիմա դատական ատյանին դիմելու հետ կապված նախ ասեմ, որ հարցը չպետք է դրվի ոչ թե մարդու իրավունքների ինչ-որ դատարանում, որովհետև մենք խնդիր ունենք հարևան պետության Թուրքիայի հետ, այսինքն մեր կարծիքով դատական հայցը պետք է բացվի ՄԱԿ-ի միջազգային դատարանում, այլ ոչ թե մարդու իրավունքների եվրոպական կամ որևէ այլ դատարանում, եւ այդ դատական ատյանին դիմելու հնարավորությունները առկա են 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիմնադրույթներով, որի անդամ պետություն է հանդիսանում ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Թուրքիայի Հանրապետությունը։ Այսինքն մենք ոչ թե հայց ենք առաջադրելու ինչ-որ անհատների, այլ պետության դեմ եւ այդ հայցը պետք է ներկայացվի այդ հեղինակավոր ՄԱԿ-ի հովանու տակ գործող միջազգային դատական ատյանում, իսկ որպես հիմքեր կարելի է բազմաթիվ փաստաթղթեր նշել, դիցուք երիտթուրքերի դատավարության նյութերը, որոնք լիուլի փաստական նյութ են տալիս եւ նաեւ իրավական գնահատականներ են տալիս կատարված եղելությանը, բայց խնդիրը այն էր, որ 1919 թվականին այդ նյութերը թուրքական պետությունը փորձեց օգտագործել պետությունից մաքսիմալ պատասխանատվությունը հեռացնելու եւ անձերի վրա բարթելու, որոնք արդեն չէին գտնվում Թուրքիայում, հա, խոսքը Թալյատ, Էնվեր, Ջեմալ այդ յոթնյակի մասին, այսինքն մենք պետք է նոր հիմքերով այս երիտթուրքական տրիբունալի նյութերը ներկայացնենք միջազգային դատական ատյանին եւ պահանջենք, որ ավելի անաչառ ու օբյեկտիվ ոչ թե ազգային, այլ միջազգային դատարանը այդ հանցագործությանը հենց թուրքական տրիբունալի նյութերի հիման վրա եւ ելի մի քանի ուրեմն նյութերի հիման վրա դա համապատասխան գնահատական կայացնի համապատասխան վճիռ, որից հետո արդեն այդ վճռի կատարումը պետք է լինի պարտադիր Թուրքիայի համար։ Պարոն Մարուկյան, իսկ որպես հայցվոր կողմ պետք է հանդես գա հայ ժողովուրդը, թե Հայաստանի Հանրապետությունը։ Դա առաջին այս երկրորդ հարցը։ Այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը իրեն չի համարում, կտրականապես չի համարում իրեն Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ։ Այս պարագայում ով պետք է պատասխան տա։ Ուրեմն կրկին անդրադառնամ, այս գրքում իրավահաջորդության հարցը Օսմանյան կայսրության քննարկվել է եւ հստակ ուրեմն փաստերի հիման վրա հստակեցվում է, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ հանդիսանում է միայն Թուրքիայի Հանրապետությունը։ Մի փաստ պարզապես նշեմ, որ 1923 թվականից հետո Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո, երբ որ առաջացավ Օսմանյան պարտքի վճարելու հարցը, ուրեմն եւ Թուրքիան հրաժարվում էր հենց այդ հիմքով վճարել, որ ես իրավահաջորդը չեմ, Օսմանյան կայսրության տարածքի վրա մի շարք պետություններ են առաջացել եւ եթե վճարելու խնդիր կա, պետք է հավասարապես բաշխվի այդ գումարը դիցուք Սիրիայի, Լիբանանի, հա, Հիջազի, մյուս երկրների վրա եւ դիմեցին միջազգային իրավարարի Բորրելի, որը վճռեց, որ ուրեմն Օսմանյան կայսրության տարածքի վրա առաջացած պետություններից միայն Թուրքիան է հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդ, այսինքն առաջինը հանդիսանում է իրավահաջորդ եւ երկրորդը դրանից բխում է, որ հենց նա էլ պետք է վճարի Օսմանյան կայսրության ողջ պարտքը։ Մինչեւ 1944 թվականի հունիսը Թուրքիայի Հանրապետությունը վճարել է Օսմանյան կայսրության պարտքերը, այդպիսով իրեն ճանաչելով Օսմանյան կայսրության իրավահաջորդ։ Այնպես որ ցեղասպանության հարցի հետ կապված նա նույնպես հանդիսանում է այդ պետության իրավահաջորդը։ Եվ վերադառնալով ձեր հարցին, թե ով պետք է ներկայացնի հայցը, միջազգային իրավունքի համաձայն այդ դատական ատյաններին կարող է դիմել միջազգային իրավունքի սուբյեկտը։ Սփյուռքը չի հանդիսանում սուբյեկտ եւ չի կարող դիմել նման դատական ատյանին, ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը իբրև համայն հայության շահերի իրավունքների արտահայտիչ ինքը պետք է ստանձնի այդ դերը եւ ինքը ներկայացնի այդ հայցը միջազգային դատարան։